Բարի գալուս, թաքնված տաղանդ երկու նախագիծ։ Այսօր մեկնարկում է կիսա եզրափակիչ փուլի մրցույթային արդեն վերջին 4-րդ շոու ծրագիրը։ Հեռուստադիտողին է ներկայանում վերջին 8-նյակը։ Թե նրանցից ով է ստանալու հեռուստադիտողի քվեարկության իրավունքը կախված է մասնակիցներից եւ իհարկե ժյուրի անդամներից։ Դե ուրեմն դիմավորենք ժյուրի անդամներին։ Դերասան Սերգեյ Դանելյան, բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյան, մեկնաբան Արտյոմ Երկանյան, վաու! Շոուն սկսելուց առաջ եկեք վերհիշենք կանոնները։ Հեռուստադիտողի քվեարկության իրավունք ստանում են այն մասնակիցները, ում ընտրում է ժյուրին։ Շոուի ավարտից անմիջապես հետո սկսվում է քվեարկությունը։ Առաջի տեղում հայտնված մասնակիցը ավտոմատ կերպով անցնում է եզրափակիչ փուլ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում հայտնված մասնակիցներից արդեն մեկին ընտրում է հարգարժան ժյուրին։ Ծափ։ Եվ այսպես, մրցույթային 4-րդ շոու ծրագիրը սկսված է։ Տեսնենք, թե ով է մեր առաջին մասնակիցը։ Անուշ Ասատրյան, ինչպես է տրամադրությունը, Անուշ։ Շատ լավ։ Անուշիկ, ինչ ես երգելու այսօր։ Այսօր երգելու եմ Ագիլերա Fighter երգը։ Fighter, այսինքն պայքարել սիրում ես։ Իհարկե։ Իհարկե, այսինքն միշտ պայքարել ես կյանքում նպատակին հասնելու համար։ Այո, այսօր պայքարելու եմ։ Դա շատ կարևոր փաստ է, գիտեմ։ Դե քեզ հաջողություն, սպասում ենք բեմում։ Լավ է, երբ մարդիկ պայքարում են իրենց նպատակին հասնելու համար։ Եվ այսպես Fighter Ագիլերայի երգացանկից երգում է Անուշ Ասատրյանը։ Դիմավորեք։ Makes me that much wiser.
must get a little bit thinner. Makes me that much smarter. Thanks for making me a fighter. Անուշիկ Ասատրյան։ Ավելի բորան, Անուշիկ Ասատրյան։ Եվ լսում ենք ժյուրի անդամներին։ Սկսում ենք ժպտերես Սերգեյ Դանիելյանից։ Մինչև ժպտերեսի կխոսի, ես ուղղակի քանի որ շատ բեմական կերպարանափոխությունը շատ է, կուզենայի որ հիշեցնի Անուշ, առաջի փուլում ինչ էր կատարում։ Տուփից որ դուրս եկա, Նեյնանանա երգով։ Էլի շատ գեղեցիկ շորով, հիշում եք, չէ, տոփից։ Բայց այսօր ոչ պակաս գեղեցիկ զգեստ է, հա, եկեք ծափարենք առանձնահատուկ այս գեղեցիկ զգեստի համար, ապրես։ Եվ նաև լավ կատարում է, ինձ թվում է։ Ճիշտ ասած, նախորդ ձեր կատարումը Հեյնանանան Չարլզի դուրս ավելի շատ էր եկել։ Միգուցե նաև առանձին գործոններ են, որ նման երգեր ընդհանրապես իմ ճաշակի մեջ չեն տեղավորվում։ Լավ, ռեժիմը այսքան է։ Իմ ճաշակի մեջ տեղավորումը է, Ագիլերա շատ եմ սիրում, համանավանդ այդ երգը։ Բայց մարդ պիտի իմանա նա ինչ կարող է անել, ինչ պետք է անել եւ ինչ պետք չէ, որ նա անի, հա։ Նույն բանն է, եթե ես պատկերացնում եք ինձ Ռոմեոյի դերում, ասենք Ռոմեո եւ Ջուջուջու։ Ես պատկերացնում եմ։ Շնորհակալություն։ Ասենք պատկերացնում եմ ինչ գեղեցիկ կլինի, ես ասենք այնտեղ այդ Ջուլիետայի կերպարով ինձ թվում ավելի սիրուն կլիներ։ Այո, երևի թե այո, կանացի դերերում ես ավելի համոզիչ եմ։ Մերսի։ Ահա։ Անձամբ իհարկե ոչ մի բան չունեմ, շատ գեղեցիկ աղջիկ եք, շատ միգուցե ուրիշ ոճում ես ձեզ ավելի նորմալ կնկալ էի, շնորհակալություն։ Շնորհակալություն, Վիոլետ Գրիգորյան։ Ես ուրախ եմ, որ հարցրի, թե առաջին փուլում ինչ է կատարել, որտեվ իսկապես տպավորված էինք այդ համարից, պետք է կրկնեմ գործընկերոջս Արտյոմ Երկանյանին, որ առաջի համարը ավելի տպավորիչ էր, բայց պետք է հակաճառեմ մյուս գործընկերոջս, որ մարդը պետք է ընտրի ինչ կատարի, ինչ ոչ, որովհետև մարդը միշտ կարող է անսպասելի հնարավորություններ բացահայտել իր մեջ։ Եվ եթե այս անգամ այդ հնարավորությունը չի բացահայտվել, դա չի նշանակում, որ հետագայում դուք չեք կարողանա փորձել ամեն ինչ։ Դուք շատ երիտասարդ եք եւ կարող եք ամեն տեսակի արվեստի ժանր, ամեն ուղղություն, ամեն ինչ կարող եք փորձել եւ կարող եք տղայի երգ երգել, օրինակ։ Ես Վիոլետի հետ համաձայն եմ, երևի ես իսկապես կոշտ ասեցի այդ ամեն ինչը։ Ինչպես միշտ։ Ուղղակի շատ էի ջայնացել, շնորհակալություն Վիոլետ, դուք ինձ դրեցիք ճիշտ ուղու վրա։ Այ միշտ Սերգեյին եկեք դնենք ճիշտ ուղղը, որտեղ ինքը վատ մարդ չէ, ծափարենք Սերգեյին եւ իդեպ ասեմ Բայց համաձայնվեք ժյուրի անդամներ, որ օրինակ Հալալ Անուշիկին ինձ թվում է, որ ընտրեց այսպես հա համեմատած այն երգի հետ կոնտրաստ այսպես, չէ, բավական մեծ ռոք, իսկ եթե անցնի եզրափակիչ փուլ, երևի ինչ որ էլի ուրիշ ձևով մեզ կզարմացնի։ Համենայն դեպս գուցե ինչ որտեղ ռիսկի գնաց եւ երգեց այս երգը, որը իդեպ ասեմ բավականին ավելի բարդ երգ էր, քան նախորդ երգը։ Գրիգոր Աղախանյան, հնարավոր է, որ նա ուրիշ երգով զարդարի ոչ իբրև մասնակից, այլ պարզապես կարողանա մասնակցել եւ ինքը էլի առիթներ կունենա մասնակցել։ Աշխարհի վերջը չի էսքիզ այս եզրափակիչ փուլը։ Բայց նաեւ համաձայնեք, որ ված չերքեց, Վիոլ Գրիգորյան։ Չէ, բադ երկելու մասին չի խոսք, ավելի տպավորիչ լինելու եւ այս փուլին համապատասխան արժանի երգներ կայացնելու։ Թե չէ, ես օրինակ հավանում եմ, ես կարծեմ ապարում էլ էի հետը։ Այո, շնորհակալություն։ Կարևոր որ Սերգեյը փափկեց, հույս ունենք, որ ինչ է։ Անցնենք երևի թե գնահատականների ակցիոն։ Մեկնաբանեք։ Ոչ։ 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 3 ոչ։ Անուշ, ցավում եմ, ցավոք սրտի այդպիսին են կանոնները, ունես 3 ոչ, այսինքն լքում ես նախագիծը։ Եկեք բուրըն ծափարենք Անուշ Ասատրյանին։ Անուշիկ սպասում էր, որ ժյուրին քեզ միանշանակ ոչ կասեր։ Այո, ինչի՞ չէ, տարբերակ էր։ Շարունակելու ես պայքարել։ Իհարկե միշտ եւ ռոքով եւ տարբեր բոլոր մնացած ոճերով։ Ինդուր է գալի, որ Անուշիկը չի հաստատվում եւ շարունակելու է պայքարել։ Լավ, տեսնենք թե ով է մեր հաջորդ մասնակիցը եւ կրկին միանում ենք սպասասրահ։ Այև Աննա Փիլումյան։ Աննա ջան, ո՞նց ես։ Շատ լավ։ Ապրես, միշտ լավ եղի։ Դեպ ասեմ Անան շատ համ է, շատ համով, շատ տաղանդավոր աղջիկա, ծափարում ենք Աննա Փիլումյանին եւս մեկ անգամ, նա արժանի է։ Աննա ջան, ինչ է քեզ համար սպորտը, ընդհանուր առմամբ։ Ոնց կա տենց էլ ասա։
Շատ ես սիրում։ Թե ուրիշ բան, բացի սպորտից ուրիշ բան սիրում ես։ Ոչ։ Ավելի շատ սպորտը, չէ՞։ Այո։ Հասկացա։ Իսկ ինչի համար կարող ես այն թողնել։ Թե չես թողնի երբեք։ Ոչ։ Աննա Փիլոմյան, սպասում ենք այս բեմում։ Թեթև ատլետուի, սպորտսմենուի, աշակերտուի եւ գեղեցկուի։ Դիմավորեք Աննա Փիլոմյան։ Աննա Փիլոմյան։ Սերգեյ, դուք երբևիցե սպորտով զբաղվել եք։ Սպորտով զբաղվել եք։ Ես։ Այո։ Նման եմ ես մարդու, որը սպորտով է զբաղվում։ Նո ժամանակին։ Օրինակ բոլորս գնում Չէ, ենք, պրոֆեսիոնալ սպորտ չեմ սիրել երբեք։ բայց ասենք լողի գուցե, չգիտեմ, կամ Չէ, ջութակի։ գնացել, լողացել եկել եմ։ Ուղղակի, որ Բա ոնց է տենց բարեկազմ ես մնացել նախկին Ռոմեո։ Այդ իմ մասին ես խոսում։ այո։ Հետո կասեմ, Այսինքն փոր չես գցել էլի։ դե հիմա։ Դե անընդհատ լողանում է, մաքուր փոփոխ։ Ունեցել է գցել։ Չէ, ես պրոֆեսիոնալ սպորտ չեմ սիրել։ Ասենք քնա Այո, իհարկե, լսում։ Շատ լավ աղջիկ է խրել Աննա Փիլոմյանը։ Ինձ լավ համով, նենց ուզում ես գցես, չմռես բան, տենց լավն է։ Ապրի Աննան եւ Սերգեյը։ Այս դեպքում։ Վիոլետ Գրիգորյան։ Ես հիշում եմ, որ առաջին ելույթին Աննա ջան, քո մենք շատ տպավորված ենք եւ ցնցված նույնիսկ, որ ես ասացի, որ ոնց որ ոսկոր չունենաս։ Այս փուլում ինձ թվում էր մի աստիճան ավելի բարդ կլինեն գործողությունները, բայց արտաքին էֆեկտի վրա է հույսը դրել, այսինքն պարանն է, իսկ մարմնիդ, այսինքն այն ինչ որ մենք պետք է բուն համար տեսնենք, ավելին չի աճել։ Այդքանով հանդերձ էլի ես կարծում եմ, որ դու իսկապես շատ լավ տվյալներ ունես, ուղղակի դա նկատի ունեցիր հետագա գործողություններիդ մեջ առհասարակ։ Արտաքին էֆեկտները այդպես ամենակարևորը չեն։ Դու ավելին կարող ես անել, բայց ես քեզանով տպավորված եմ։ Այո, Հիմա պարզապես առաջին փուլում այդպեսի բարձր ձող էր դրել Աննան, որ ակնկալիքները ավելին էին, բայց ձողն էր պարզապես շատ բարձր, հա, առաջին փուլում ակնհայտորեն տարբերվում էր բոլոր մրցակիցներից։
այս անգամ միգուցե ավելի քիչ զարմացրեց մեզ, քան առաջին փուլում, բայց ես ի սկզբանե Աննային օրինակ անգամ եզրափակիչում տեսնում էի։ Եվ շատ չփոխվեց կարծիքս, ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, որ Աննան մասնակցում է մեր մրցույթին ու գեղեցկացնում է ու հարստացնում է մեր մրցույթը եւ նաեւ հաշվի առնենք մի հանգամանք, որ բալիկը արդեն բավական երկար ժամանակ, որքան գիտեմ, հա, պրոֆեսիոնալ սպորտով չի զբաղվում, հա, ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ճիշտ է, չէ՞, նա։ Եկեք հաշվի առնենք, հա, այսքան ժամանակա արդեն երևի ծնողները համարեցին, որ ուսումը դպրոցը ավելի կարևոր է, բայց միևնույն է Աննայի մոտ ստացվում է մի բան, ինչը երևի պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող բալիկների մոտ չի ստացվում։ Իդեպ ավելացնեմ, Աննա, դու որտեղ ես պարապում։ Հիշում եմ ասեցիր, որ բարեկամներից հետ մեկի տանը, չէ՞։ Այո։ Այսինքն պայմաններն էլ, հա, այդպեսին չեն։ Բայց գումարած այդ ամեն ինչի նայեք, ինչ ենք ստանում այսպես։ Ես հարցնեմ Աննային, Աննա ջան, դու այսքան տվյալներ ունես, ինչու ես այդքան զգուշ վախվորած, հազիբերանդ բացում մի բառ ես ասում, այսա մի հատ ծպանեմ արցունքները կթափի։ Որտեղ ինքը ուզում եմ ձայնդ լսել, մի քիչ այդպես վստահ խոսա, ոնց որ մարմինդ է վստահ։ Անարի մի բան խոսեմ։ Այդ պատասխանի Ժուրյան։ Հիմա տերեխուն թողեք հանգիստ ոյ։ Մայրը պեմազը ուղեմ, ահա, ասա։ Ասա հերի կանչի։ Համարը, ի վերջ։ Եկեք քվեարկենք։ Եկեք ծափարենք, հետո քվեարկենք։ Աննա Փիլոմյան։ Սկսում ենք Արտյոմ Երկանյանից։ Այո։ Այո, ունեք մեկ այո։ Վիոլետ Գրիգորյան։ Ես ձեզ եմ սպասում, որովհետև կթողնեմ ես երեխու ճակատագիրը քո հույսին։ Իսկապես, այն էլ Սերգեյի հույսին։ Սերգեյ Դանելյան, լսում Բայց նա եք։ բան է ուզում ասի մեզ։ Չէ, նա ուղղակի ուշադիր լսում է, հերիք է երեխայից կպնեք։ Յա։ Այո։ Այո։ Շնորհակալություն։ Արդեն երկու հատ այո։ Տես, որ վճռորոշ դեր չունի, բայց ինչքան տպավորված են քեզանով, որ ես էլ երրորդում եմ։ Այո։ Երեք հատ այո։ Աննա Փիլոմյան։ Տեսնում ես ան, իսկ դու այդքան հոզում էր, ամեն ինչ լավ ավարտվեց, չէ՞։ Դե ժյուրի անդամին ասա շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վերջ, եւ մի հուզվի, ամեն ինչ շատ լավ։ Աննա Փիլոմյան եւս մեկ անգամ ձեր բորոնցափարությունները։ Աննա Փիլոմյանը։ Համով հոտով մի քիչ հուզված։ Աննա, կարող ես ասել ինչու հուզվեցիր։ Չգիտեմ։ Որտեղ սպասում եմ, որ Ժուրին ինձ կասել ոչ։ Ես հաջողություն։ Եթե ուզում եք սպորտային երանգներ տալ նախագծին, ապա քվեարկեք Աննա Փիլոմյանի օգտին։ Նրա հերթական համարն է 01։ Իսկ այժմ ներկայացնեմ քվեարկության կարգը։ Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար քաղաքային ցանցի եւ Բիլայնի բաժանորդները կարող են զանգահարել 09000 22 22 հեռախոսահամարով։ Բիլայնի Vivacell MTS-ի բաժանորդների, ինչպես նաեւ Արցախից քվեարկողների համար գործում է հաղորդագրություն 3004 կարճ համարը։ Ռուսաստանի Դաշնությունից քվեարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել 2325 կարճ համարին, նշելով բնականաբար նախընտրած մասնակցի հերթական համարը։ Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի տարբեր երկրներից։ Այդ մասին առավել մանրամասն Շանթի պաշտոնական կայք էջում։ Իսկ այժմ տեսնենք թե ով է մեր հաջորդ մասնակիցը։ Դալիթ Ավանեսյան։ Գիտարով ես, Դալիթ, այսինքն ինչ համարա, գիտարով պատկերացնում, հա, պար, երգ, ինչ ես անելու։ Երգելու եմ եւ պարելու եմ։ Ավելի ճիշտ կնվագեմ եւ կպարեմ։ Նվագել ես, իսկ գիտարը իդեպ որտեղից, գնել ես, թե նվիրել են։ Ինձ նվիրել է իմ Սարոքերին։ Վայ, Սարոքերն է նվիրել։ Իսկ եթե անցնես հաջորդ փուլ, հա, Դալիթա, կարող է քերին ինչ-որ ավելի լավ թանկանոց բան նվիրի, հա։ Իմ քերին ինձ այնքան շատ է սիրում, որ ինչ էլ ուզենամ ինձ համար կգնի։ Ես ասեմ, որ լավ, բավական լավ բարեկամություն ունի Դալիթան։ Ինչ ուզես կնվիրի։ Հալալա, դե ինչ սպասում են քեզ այս բեմում, Դալիթ Ավանեսյան։ Այս կամ այն երկիր տեղափոխվելու համար հարկավոր չէ ինքնաթիռ նստել։ Ձեզ այնտեղ կտանեն երգ եւ երաժշտությունը։ Ուղևորվում ենք դեպի Իսպանիա եւ այսպես դիմավորեք Դալիթ Ավանեսյան։
Դալիթ Հավանեսյան։ Վարդա։ Դեռ պետք է շարունակեք ծափարել։ Գնացինք առաջ։ Դալիթ Հավանեսյան։ Ես ուզում եմ հարցնել Դալիթային, գիտար նվագել ես քանի օրն ես սովորել, առաջին փուլից մինչև հիմա։ Ոչ, ես երկրորդ դասան եմ գիտարի բաժնում, այս երգչությունը այս փուլի համար սովորել եմ 1 ամսում համարյա։ Որ մենք ուզում ենք քեզ հարցեր տանք, քանի որ դժվար կացության մեջ ենք որոշում կայացնելու, որովհետև դու շատ տարբեր համար ներկայացրեցիր մեր նախնական տպավորությունը, այդպես դժվարանում է մեզ օգնել այս բան, հարցեր։ Դալիթա ջան, ամեն բան ինչ որ բան նշանակում է, ինձ թվում է թե այս բաները ինչ որ բան էր նշանակում, ինչ որ բան ուզում էիր ասել, ես ճիշտ ասած ուզում էի հասկանալ։ Ես դասականից սկսեցի նվագել եւ պարել եւ վերջացրեցի ժամանակական իսպանական պարով եւ ես ժամանակակից իսպանական պարում վախենում էի ցլից եւ իմ շուրջ շրջապատված էր կրակներ, ես փախնում էի այդ ամեն ինչից։ Հասկացա, որ ասեմ իմաստ կա, ասում ես։ Բա, իսկ դուք ասում եք։ Սուլը Գրիգորն է։ Չէ, այս դեպքում Սերգեյ Դանելյանը, Արտյոմ։ Ես բեմից դուրս էի։ Ես նկատեցի դու Սերգեյին որ այսպես պայեցի, տրանգդագալագալա, չէ։ Չէ։ Հա, վատ բաներ մի ասա։ Գրիգոր, ինչու ինձ համեմատեցիք Սուլի հետ։ Որպես Ահա եզի հետ չի համեմատվել։ Դալիթ, այսինքն եւ գիտարը ես պարապում, եւ պար, հա։ Այո։
Դե ինձ թվում է Սարո քերին չհիաստափեցրեցի, առնվազն մի դաշնամուր քեզ պարտ կա Սարո քերին, չէ՞։ Քանի քերին կա միայն շոկոլադ։ Այո, եւ ռոյալ, ուտել չէ՞, որ տանը լինի։ Բայց իսկապես դժվար կացության մեջ ենք, որովհետեւ գիտեմ, եթե քեզ հաջորդ փուլ անցկացնենք, ուրեմն քեզ սիրահարված այդքան տղաներ կլինեն, որ կքվեարկեն քո օգտին ու դու արդեն ինքնըստինքյան կանցնես հաջորդ փուլ։ Դրա համար մտածում ենք, միգուցե ինքներս այդ վճիռը կայացնենք։ Իսկ գուցե դու հարցնես ինքը ուրիշ փուլի համար անակնկալ ունի, թե էլի իսկապես ինչ կներկայացնես, եթե որոշենք քեզ տեսնել։ Ունեմ անակնկալ մյուս փուլերի համար, կպարեմ ուրիշ ազգերի պարեր։ Եվ կերքեմ եւ կպարեմ։ Տեսնում եք։ Անցնենք քվեարկությանին։ Միրաբելը, ես խնդրեմ։ Մենակ մի օգտակար հուշում գուցե եթե պետք է շարունակես, երբ տարբեր պարեր են ներկայացնում, պետք է կոնտրաստը, հակադրությունը շատ կտրուկ լինի, ոնց որ միանգամից մի մշակույթից, մի դարաշրջանից գնացիր ուրիշ տեղ, այդ դեպքում շատ ազդեցիկ է լինում։ Ամբողջությամբ քո կեցվածքը, քո էությունը պետք է փոխվի, իմիջը պետք է փոխվի։ Տենց կանես, չէ՞ Դալիթա։ Այո։ Սպիտակ պարիկը հրավիրես Գրիգորին։ Այս իդեպ ուզում եի սովորացնել, այսինքն գոնե ինձ մի բան կարող ես սովորացնել կարճ հիմա ինչ որ, հա։ Հա, Փարիժ հիմա էլ ես տարի բան չես սովորել, հիմա պետք է սովորել։ Ես տուն եմ, տեղ եմ գնալուց տեղ, հա, կարելի է, մի րոպե։ Կարելի է ծափարել ինձ։ Արդեն ուշ է։ Ես գիտեմ, ուշ լինի։ Դալիթա, մի բան կսովորացնես կարճ, ինչ կարելի ան։ Հայ իսպանական, մի կարճ մի բան, դեպ, հա։ Ինձ էլի։ Ես անեմ տեն։ Այդ տղու շարժում է։ Հա, այդ տղու հաստատ տղու շարժում է Դալիթա։ Այո։ Հա։ Եթե չի ստացվում, ցավ, իսկ հեշտ բան չկա, տնաշինս մի հատ հեշտ բան սովորած։ Չէ, մի հատ կարճն էս տղամարդ, որ ոտով խփում են։ Հայտի մոտ ավելի լավ կստացվի, այս բռնի։ Մի հատ է ցույց տուր, որ հիշեմ։ 1 ու 2։ Դե հիմա նայեք։ 3-4։ Դալիթա Ավանեսյան։ Դե արդեն լսում ենք, հա, ումից ենք սկսում, այո եւ ոչ։ Ոչ լսել, ոչ։ Ես ուզում եմ առիթ տալ, բայց եթե իմ հույսերը չարդարանան, ես դաժան կլինեմ եւ դուք կտեսնեք իմ դաժան դեմքը։ Այո։ Այո, ասում է Վիոլետ Գրիգորյան։ Արտոմ, մենք բոլորս ձեզ շատ ենք սիրում, հարգում, որպես մեկնաբան, որպես ժյուրի անդամ։ Ես Վիոլետի դաժանությունը երբեք չեմ տեսել եւ շատ կխնդրեմ քեզ հիմքը չտաս, հա, առիթ չտաս Վիոլետի դաժանության ականատեսը լինենք։ Այդ ակնկալիքով ես էլ եմ ասում այո։ Այո, 2 այո։ Շնորհավորում ենք Դալիթ Ավանեսյան, Տիկնակ եւ Ֆարնայք եւ ճանապարհում ենք սպասասրահ։ Շնորհակալություն։ Դալիթ Ավանեսյանը իր գիտարով։ Դալիթա քերո նվիրած գիտարը քեզ հաջողություն բերեց, ինչ կասես։ Ուզում շնորհակալություն հայտնել քերիս։ Այդքանը։ Իսկ ժյուրին։ Նույնպես ժյուրին։ Շատ ուրախ եմ, որ ես հենց հաջորդ փուլ։ Քեզ հաջողություն, եզրափակիչում։ Հային եւ իսպանացուն վայել խառնվածքով քվեարկենք Դալիթ Ավանեսյանի օգտին։ Դրա հերթական համարն է 0-2։ Իսկ այժմ կրկին միանում ենք սպասասրահ, տեսնենք թե ով է մեր հաջորդ մասնակիցը։ Միրան Միրանյան։ Կերպարի մեջ արդեն։ Միրան, դե պարզա որ սիրում ես նմանակել, չէ՞։ Այո։ Իսկ օրինակ դուրդ կգա որ քեզ նմանակեն, անկեր։ Այո, իհարկե, շատ կուզեմ։ Ես իհարկե ասեմ այդ արվեստագետներուն, որ ես նմանացնում եմ, իրենց շատ սիրում եմ եւ իրենց սիրում եմ ասելու նպատակով նմանացնում եմ, ոչ մի, ասենք, ծեր առնելու կամ բան նպատակ չունեմ, բարձրապես արվեստ ներկայացնելու համար նմանացնում եմ։ Քանի տարեկանից ես նմանակում։ Ես համարյա 5 տարեկանից ես գիտեմ, մարդոց միշտ անդադ նայում եմ, նկարում եմ, նմանացնում եմ։ Ես սիրում եմ մարդ Արարածը եւ իրենց հոգեբանությունը ուսումնասիրեմ, լա նկարելով, լա այսօր պիտի ներկայացնեմ 5 արվեստ միևնույն ադեն, էկրանի վրա 2 արվեստ նկարչությունը, ես որ ինքնուս սովորել եմ, ծաղրանկարներ, երգիծանկարներ ում արվեստագետներուն, որ պիտի նմանացնեմ, եւ ֆոտոնկարներ, որ ես ինձ նկարում եմ, դունը ես ինձ նկարում եմ նմանացնել էլի, եւ բեմի վրա 3 արվեստ, տերասանություն, երգեցողություն եւ ցայնով նմանացնել։ Ապրես Միրան ջան, եւ վերջում ինձ կարող ես նմանակել։ Տակնված դրանտ, իհարկե, շանտի ետրում։ Հույսով եմ ձեռ առնելով չասեց Միրանը։ Սպասում ենք Միրան քեզ այստեղ բեմում, այսպիսի հետաքրքիր խոսք կա։ Մի հանեք այն դիմակը, որը ձեր բնական դեմքից ավելի լավն է։ Բա, եւ այսպես դիմավորեք
Միran Miranyan, Սիրայից։ Wow! Տակնված դաղանդ շանդի եթերում, այժմ ներկայացնենք The Beatles, yesterday, all my troubles seem so far away, now that the sweet street to stay, oh I believe in yesterday, suddenly, love is such a living came to be, now I just don't. Tonight, the Massachusetts from the Bee Gees. I'm going back to Massachusetts. Something's carrying me. I must go home. In my life, I can see beautiful never die. Love is such a beautiful thing. Nobody. Ladies and gentlemen, Elvis Presley. Stay on know that it's the matter time. Stay on know that it's feet and others. To be that. Somebody to go. I gotta know. Love me tender, love me sweet. Never let me go. Oh my darling, love me sweet. Այո, այժմ լսում ենք Los Angeles Հարոտ Պամբուկջան։ Սիրում եմ գեն, մորացել եմ, համբույրներում, գաչերում ինձ այրեցի, սիրում էիր հոգիս վրան վերկտողեցի, գնա ուրշին դու հավատա։ Այժմ լսում ենք Էստրադային երգիչ Գեորգի Մինասյան։ La 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 Արևա շողացիր ուրախ կան շողացիր սիրով եմ Bonjour. Radio Monte France, je suis Nicolas, Charles Aznavour. Bonjour Charles Aznavour. Font chanson l'air alminienne. Ils sont des chers de Slaves, sont des villes, la bohème, c'est vous la vie, Saint-Alatan. À Chouzivani, Thomas Forcian, tes dirgasme. Aşkar rumuz ahçi kamçin Այժմ լսում եք Գրիշային տակնված դաղանդ իհարկե շանտի եթերում Ձեզ ներկայացնում ենք դերասան Սերգեյ Դանիելյան Վաու Մենք ձեզ շատ սիրում ենք Սերգեյ Դանիելյան իհարկե Չիկարի դուտեմ տակնված դաղանդ Շնորհակալություն Mihran Mihranyan Չհասկացա, մենակ Սերգեյ Դանիելյանի տնազն եք անում Աստեղ էլ մարդ չկար նստած Այսքան 12 հոգի արեցի, ձեզ կնկարեմ, չեմ հասցներ բոլորին Այդ 12-ն էլ կանչեք ձեզ քվյարկեն դե Ասեք Սերգեյ, լսում ենք, սկսենք ձեզանից Այդ նկարները, որ կար ծաղրանկարները, դուք եք նկարել Այո, ես եմ նկարել, ինքնուս ես նկարիչ եմ Երկիզանեկարիչ եմ, մարդու կարող եմ 3 րոպեի ընթացքում նկարել Դու լավ եք նկարում, ամենայն դեպս նկարները ավելի հաջողված եք, բայց որպես նմանակող շատ անտաղանդ եք Ես տես բան չեմ լսնել ընդհանրապես, ասեք իմ կյանքում Ոչ, Միրանջան, մի նեղացի, Սերգեյն ճակատին ասում
Կշարունակեմ։ Շնորհակալություն, կշարունակեմ։ Հավանաբար դուք փնտրում եք ձեր շնորհքներից մեկի վրա կենտրոնանալու այդ փորձն ասա, չգիտեմ, բայց իսկապես նմանակելը տեղ իսկապես զավեշտ էր, նման չէին։ Ձերարներ էլի։ Չէ, ես ասեցի ձերարներուն։ Չէ, մեծ ձերարներ։ Չէ։ Եթե իսկապես չճանաչեինք, չիմանայինք երգը եւ չտեսնեինք, ես անձամբ ձայնով չէի հասկանա ում եք նմանակում։ Իսկապես զարմացա, երբ իմացա, որ դուք եք ծաղրանկարների հեղինակը, որակյալ աշխատանք էր, ողջունում եմ։ Պաստոր Միհրանը տաղանդ ունի, հա, եկեք գնահատենք։ Ունի շատ լավ ծաղրանկարները, շատ ինձ դուր եկավ շատ։ Չէ, այստեղ հարցը աշխատելու Նաև չմոռանանք ներողություն կենթաների ձայնը, որը կրկին շատ լավ Դե դրա համար է եկել հասել այստեղ, բայց Ուղղակի նայել չի կարող կողնորոշ երևի թե, հա, Միհրան։ Վիկո ջան, եթե ընդհանրապես ոչինչ կարողանա աներ կլիներ այս շոուի հաղորդավարը, բայց դա ինչ-որ բան կարողանում է անել այդ մարդը ամենայն դեպքում։ Մենք իրար կոպտում ենք, նորմալ է, Միհրան ջան։ Չծափարենք Սերգեյ Դանիելյանին։ Թեթևակի կարելի է։ Փորձելու համար պորտս դնելու տեղը։ Այո, Վիոլետ։ Ես ուզում եմ այս առիթով լիբանանահայերը խնդրել էին բարևել ողջունել եւ ես այս անգամ ուզում եմ ձեր առիթով ողջունել մեր սիրիահայ հանդիսատեսին եւ ասել, որ ինչքան տաղանդ ունեք ուղարկեք, բայց առայժմ այս մի ուղարկած տաղանդը կարող է դժվարություններ ունենա։ Չեն ուղարկի ինքնագլուխ վերցրել եկել է, գիտես։ Եվ շատ լավ արել։ Մի սիրիահայ հասավ մեծ հաջողության։ Դե երևի մի համայնքը չի կարող բոլոր նախագծերում շանթի նման մեծ հաջողությունների հասնել։ Լավ, գնահատեք այս անգամ Միհրանը երկրորդ փուլում կավարտի այստեղ իր աշխատանքը, բայց ես տեսնում եմ, որ իսկապես ստեղծագործող մարդ է ու տեսնում եմ, որ շնորհք ունի։ Բայց ասում եմ ոչ։ Շնորհակալ։ Ունենք մեկ ոչ։ 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 Սերգեյ։ Այո։ Շնորհակալություն։ Այս դեպքում այդ մեկ այոն ոչ մի դե չաղած Միհրան, բուրըն ծափարությունները Միհրան Միհրանյանին մասնակցելու համար շնորհակալություն։ Ծափարում ենք։ Միհրան, ինչպես ընդունեցիք ժյուրիի որոշումը։ Ես ժյուրին գարցիկներ միշտ հարկում եմ եւ ուզում եմ շարունակել այս արվեստը, մի օր ավելի լավ պրոֆեսիոնալ ձևով անեմ եւ Հայաստան մնամ եւ Հայաստանի մեջ անեմ, իմ հայ ժողովրդի մեջ անեմ ես։ Չեմ հուսահատվիր եւ դուրս ճամփորդել։ Եթե չստացվի կգնաք Սիրիա։ Չէ, արվեստը սիրում եմ եւ իմ հայրենիքից մեջ կուզեմ ներկայացնել արվեստը։ Հաջողություն ենք մաղթում Միհրան Միհրանյանին եւ կրկին ուշադրությունը դեպի սպասասրահ։ Ով է հաջորդ։ Թերեզա Գևորգյան եւ Սաներ։ Թերեզա։ Բացի լարերի վրա խաղալուց ուրիշ նախասիրություններ ունեք։ Ես շատ եմ սիրում փայտի գործանել տանը։ Եվ ես փոքրուց լավ բարել եմ մենակատար հայամերգում տարբեր ազգերի բարեր եմ բարել։ Տարբեր ազգերի բարեր եմ բարել։ Ճիշտ է, հիմա 58 տարեկան եմ, էլի կարամ շատ լավ բարեմ։ Ապրես, հալալա։ Թերեզա ջան, ամեն անգամ երբ որ սաները դարձանում են այդ լարի վրա, չգիտեմ, վախ առաջանում, որտեվ ինձ թվում է դա բնական է, որ վախենում ես, այ չընկնեն, հանկարծ չգիտեմ։ Այդ վախը նաև ձեզ մոտ կա, թե արդեն դա չգիտեմ։ Ճիշտ է կա, բայց ես շատ հանգիստ եմ, որ իմ երեխաները չեն ընկնի, որովհետև ես իրանց շատ լավ եմ սովորացել, ձևը ասել եմ եւ հանգիստ եմ։ Վախը կա, բայց հանգիստ եմ։ Մի կողմից էլ հանգիստ եմ, որովհետև շատ լավ են կատարում։ Միանշանակ շատ լավ են կատարում։ Դե ինչ սպասում ենք այստեղ ձեզ, Թերեզա Գևորգյան եւ Սաներ։ Կան մարդիկ, որոնք խաղում են նուրբ լարերի վրա, իսկ կան մարդիկ, որոնք խաղում են մետաղյա լարերի վրա։ Տիկնայք եւ պարոնայք, Թերեզա Գևորգյան եւ Սաներ։ Ուշադրություն դեպի էկրան։
Եկեք բեմ հրավիրենք Թերեզա Գևորգյանին եւ նրա սաներին։ Թերեզա Գևորգյան եւ սաներ։ Թերեզա, ինչու եք ուզում։ Ես ճիշտ ասած չի սպասում այդքան հաջող երեխաները ելույթ կունենան, շատ լավ ելույթ ունեցան, դրա համար հուզվեցի։ Իրոք շատ լավ էր։ Այս վերջի մոտ դուք նայեցիք, դա առաջի անգամ էր։ Ոչ մի լարախաղաց չի տեսել, նորույթ է դա, եւ հորիները Վերջի կատարումը, չէ՞։ Վերջի կատարումը, իրանք են հորերն է, դա կոչվում է փրկարար գոտի։ Նայել են Զանգեզուր ֆիլմից, որ պարանոպ փրկել են ժողովրդին, եւ իրանք երկուսով որոշեցին այդ համարն անեն։ Առանձնահատուկ ծափել, հատուկ այդ համարի համար։ Բրավո։ Ես շատ շնորհակալ եմ թե ջուրիից, թե մեր թաքնված տաղանդի ազնագազմից եւ այս համարը նվիրում եմ թաքնված տաղանդի նորու թաքնված տաղանդի նվիրում եմ իրան։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ու գիտեք շատ դժվար է մի թարազույով երկու հոգի բարձրանալ։ Այդ կոչվում է փրկարար գոտի, որ կարող են ժողովրդին փրկել այդ ձևի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ինֆորմացիայի համար եւ լսենք ժյուրի անդամներին, խնդրեմ։ Երեխեք լավ, բայց չեք վախում։ Բայց ճիշտ ասեք։ Հա։ Որ մեր ուսուցչուհի լարիտակա չենք վախենում։ Չէ, երբևէ ընկել ես։ Չէ, չեմ ընկել։ Ոչ մի անգամ չես ընկել։ Դել մի նավսիվայ։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այս հաղորդման շրջանակներից դուրս պետք է մտածել այս համարի մասին, այս խմբի մասին, սա հնագույն մշակույթի նմուշ է եւ շատ հետաքրքիր որ այսօր դա կատարում են աղջիկներ, փոքր աղջիկներ, որ մեծ հեռանկար կարող են ունենան եւ առհասարակ մարդիկ, որոնք զբաղվում են զբոսաշրջիկության բիզնեսի տարբեր ոլորտներով կարող են մտածել, որ երբ տուրիստներ են գալիս այս երկիր, շատ հետաքրքիր կլինի որ գնան ինչ-որ միտեղ, տեսնեն որ դա այս կարգի համարներ են կատարում եւ սա դարերի պատմություն ունի։ Իսկ եթե աղջիկներ են, դա էլ մի կողմից բանանում որ պատրիարխալ նահապետական երկիր չի եւ կարող են հին տղամարդկային մարզանքի ձևին տիրապետել նաեւ աղջիկները փոքր աղջիկներ։ Ուղղակի պետք է այս խմբին ուշադրություն դարձվի։ Թե չէ կգնան ամեն այնա մարդու կեթան ամեն մեկը մի քանի երեխա գբերի կպրծնի կեթա էս ամեն ինչը։ Էլ պրծնել գնալ չկա, Թերեզա։ Շարունակում ես այս գործը։ Մենք արդեն որոշեցինք Վիոլետ Գրիգորյանի հետ, տուրիստները գալիս են, գնում են Գառնի Գեղարդ եւ նաեւ գալու նայելու ձեր համարը։ Ես երազել եմ Անի Ամրոսների մոտ իմ աղջիկները։ Դե հիմա այդ մեկը չեմ կարող անեմ գրավեմ, բայց պետք է Արտեմ Երկանյանի խնդրենք։ Արտեմ, հողերի հարցով դիմում ենք ձեզ։ Մեկնաբանեք այս հարցը։ Երբ մենի վերջո Թերեզայի սաները իմ խնդրանքն է եւ երազել եմ շատ։ Որովհետեւ որովհետեւ 5-րդ դարում Անի Ամրոսների մոտ խաղացել են լարախաղացները։ Ահա տեսնեք։ Ես չգիտեի, ծափարություն եք։ Չքաղաքականացնենք այս ապաքաղաքական մեր շոուն եւ խոսքը տանք Սերգեյ Դանիելյանին, որից հետո վճիռս կասեմ։ Հա, դե Տիկին Թերեզա կա շատ հետարքի գրականություն կա լարախաղացներին վերաբերվող։ Եթե ձեզ հետարքրում է հետո հաղորդումից հետո ես ձեզ մի երկու բան կասեմ, երեխեքին կտա կկարդան շատ հետարքիր հետազոտություններ կան։ Շնորհակալություն։ Դե ժամանակն է։ Եթե այդքան լավ բաներ ասի, բնականաբար կուզենամ օգնել, որ գոնե մի ելք ավելի նկատելի դարձնելու այս խմբին եւ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ունենք մեկ այո։ Այո։ Ահա, երկու այո։ Այո։ Երեք այո, ձեր ծափարությունները Թերեզա եւ Սաներ։ Շնորհավորում ենք ձեզ եւ ճանապարհում ենք սպասասրահ։ Թերեզա, սա փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ է եւ ձեզ պետք է դեռ քվեարկի հեռուստադիտողը։ Ինչ ես կարծում, կքվեարկի։ Ինչ ասեմ, իրանց ցանկությունն է։ Ես իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, արվեստը, իրանք տեսնեն, կասեն, քվեարկեն, չգիտեմ ինչ ասեմ։ Բայց ինձ թվում է, որ հին արվեստը ժողովուրդը շատ է սիրում։ Էլ ուրիշ, էլ ինչ կարող են անել Թերեզա Գևորգյանը եւ Սաները կիմանանք, եթե քվեարկեք նրա օգտին։ Դա հերթական համարն է 03։ Շարունակում ենք, թաքնված տաղանդ նախագիծն է Շանթի եթերում։ Տեսնենք, թե ով է հաջորդ մասնակից։ Գայանե Ավդալյան։ Գայանե ջան, ինչ ես երգելու այսօր։ Երգելու եմ Վարդուհի Վարդանյան Հայաստան երգը։
Գան, եթե անկեղծ, արդյոք ռիսկի հետ կապված չէ, օրինակ այդ քո երգի ընտրությունը։ Երևի ռիսկի հետ կապված է, բայց երևի նաև այն, որ ես այդ երգը չափից շատ եմ սիրում պարզապես, ու միակ հնարավորությունս է երևի այսօր կատարեմ այս երգը։ Իսկ ինչ որ նոր բան, ավդալյանական, այսպես ասեմ, նոր երանգ ավելացրել ես, թե չէ։ Բնականաբար ցանկացած երգի մեջ նոր ոճ եմ, իմ ոճն եմ ավելացնում, երգը ինձնով եմ դարձնում ու իմ ոճով եմ սկսում կատարել այն։ Կան երգեր, որոնց մասին երկար պետք չէ խոսել, ուղղակի պետք է լսել։ Եվ այսպես դիմավորեք Գայանե Ավդալյան։ Երկնքում անձայր լերներիդ կատարներ անհաց հավքի պես ժայրերիդ արած տաճարներ խաչերով պատված մի փոշոտ արահետ հեռու նա իր հետ անում տունը իմ սարերից այն կողմ սարերից այն կողմ մի աշխարհ քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ծավե հայ խաչերով զիված հաղթեցին տարերին ամբար քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ծավեր հայ ու հավեր Գայանե Ավդալյան։ Բրավո։ Եվս մեկ անգամ Գայանե Ավդալյան։ Ես մի հարց տամ, բայց անկեղծ պատասխան ինձ։ Վերջի անգամ երբ ես գնացել դիսկոտեկա։ Վերջի անգամ։ Հայլու դեմ որ պամետ։
Շատ ուշ, չեմ սիրում։ Դիսկոտեկաներ չեմ սիրում։ Շատ քիչ եմ հաճախում ու ընդհանրապես չեմ սիրում։ Իսկ Սերգեյը մինչև հիմա գնում է։ Հա, մի անգամ անձամբ տեսել եմ։ Խաչապուրին մի ձեռը, լիմոնադը մյուս ձեռը։ Այո, մի անգամ ես այդպես Արդեն պաստորն դուք եք այնտեղ եղել։ Հենց այդ է, էլի։ Կնոջս հետ եմ եղել, ուրիշի։ Հա, իսկ Սերգեյը ես էլ ուրիշի կնոջ հետ եմ եղել, ինչ տալու։ Լավ, իսկ ռոք սիրում ես։ Ցանկացած երաժշտության ոչ սիրում եմ, բայց դրա ամեն ինչի լավագույնը, ամեն ինչի լավ ստեղծագործությունը։ Լավ ռաբիս սիրում ես։ Չէ։ Ասում ես սիրում ես, տեսնում ես։ Չէ, որակով երաժշտություն։ Լավ, բարձա, իսկ դա մի խոսքով ոչ մի տենց երիտասարդական կոպիտ ասած տժալ չես սիրում, այսպես ասեմ։ Ահա։ Տժալ չես։ Տժալը, ճիշտ է, ինչ նկատի ունի Սերգեյ Դանիելյանը, դիսկոտեկան ասեց։ Չէ, Այ ոնց է երիտասարդներով տժում, չէ, ես ճիշտ հասկացա։ Բնավորությամբ ակտիվ եմ շատ, բայց դիսկոտեկան իմ համար չի, որովհետև ես ավելի հետաքրքիր ժամանց եմ սիրում։ Շատ լավ, որևէ ակտիվ քո ժամանցի դրսևորում։ Հա, երեխաներին զանգում եք, ալո, պրիվետիկի։ Հա, ու ինչ եք անում։ Զանգահարում ենք, հավաքվում ենք։ Ինչ եք անում։ Պարում ենք։ Բայց ինչ եք պարում։ Ինչ ենք պարում։ Լավ երաժշտության տակ։ Նայ ցանկացած երգի տակ։ Լավ լինի, ինձ դուր գա։ Միշտ ներում եք հավաքվում։ Երեխեքով այդպես։ Կարելի է ասել։ Հա։ Հա։ Գան այն ժամանակ ունեք բանտիկներով տենց պուտյուր մուտիկներ, չէ, երկներ երևի դա պահանջում, չէ։ Հիմա լրիվ այսպես արդեն Դե այս անգամ ավելի բարդ երգ որոշեցի։ Բարդ երգ, շատ բարդ դեպի երգ, ես ասեմ։ Փաստորեն դիսկոտեկան, նույն դիսկոտեկանում եք, բայց տանը։ Ես տենց հասկացա, հա։ Դարի ջան, ուղղակի ինչ եմ ուզում ասեմ, իսկ քանի տարեկան ես, իսկ կարծում 14 քորանամ ես, լավ, օքեյ։ Ինչի բայց քորան։ Չէ, գիտես ինչի, շատ ջահել ես իսկապես, ես կարծում եմ գոնե մի, չէ, կոնտրած երգը հետ չի պես մի 35 տարեկանի է, այդ բան չեմ ասում քո ես, բայց դե դու բավականին հասուն տեսք ունես արդեն։ Հենց այդ է, իսկ դեռ ընդամենը 14 տարեկան ես եւ ամբողջ Հայաստանի բեռը 15 թվից մինչև առ այսօր վերցել ես ուսերի, թաքել ես այնց ես հայ եմ եւ այլ, ես հասկանում եմ դու հպարտանում ես որ դու հայ ես։ Ես կարծում եմ քո տարիքում, չէ ոչ միայն քո տարիքում, մարդ ընդհանրապես հպարտանալու սկզբից ուրիշ բաներ պիտի ունենա, նոր հպարտանա իր ազգությամբ։ Ինչի։ Սերգեյ այդպես է մտածում։ Որովհետև ես այդպես եմ մտածում, բացի այդ, եթե դու հպարտանում ես որ դու հայ ես, դա նույն բանն է, եթե դու հպարտանում ես որ դու ծնվել ես ուրբաթ օրը, ասենք։ Որովհետև դա քո արժանիքը չի որ դու հայ ես։ Քո արժանիքն է որ դու շատ լավ ես երգում։ Շնորհակալություն։ Այ դա է ամենակարևորը։ Ծափարենք Գանե Ավդալյանին։ Խնդիրն է նա որ լավ երգելով ամենայն դեպս այս հաղորդման մեջ դժվար է մեծ հաջողությունների հասնել։ Որովհետև լավ երգել շատ-շատերը գիտեն եւ դու այդ լավ երգողներից ընդամենը մեկն ես։ Այս հաղորդման մեջ ընդունված է զարմացնել։ Անձամբ իմ դուրը եկավ, բայց ես չզարմացա։ Դու չես մեղավոր, պարզապես երգելով զարմացնել դժվար է։ Հենց դա է պատճառը, որ ես հավանաբար կհամարեմ, որ երկու փուլ անցնելը քեզ համար բավական է։ Այսինքն դու արդեն ինքնադրսևորելու բոլոր հնարավորությունները օգտագործեցիր եւ քեզ լավ դրսևորեցիր։ Շնորհակալություն, ես մեկ ավելացում ունեմ, ուղղակի ասեմ, որ թաքնված տաղանդ նախագիծը Միացյալ Նահանգներում, եթե չեմ սխալվում, անցած տարի Got Talent նախագծում հաղթող ճանաչվեց երգիչ իդեպ, որը շատ լավ կատարեց երգ, առաջի հայացքից, իդեպ շատ եմ լսում այդպիսի կարծիքներ, հա դե երգելի ինչ կապ ունի այս նախագծի հետ, որպես լավ օրինակ, ասեցի շատ դժվար է։ Հա, բան չունեմ ասել, ուղղակի ասում եմ, որպես փաստ, որ Միացյալ Նահանգներում երգիչ գրավեց առաջի տեղը։ Իսկ ես համարում որ Գանեն իրոք նորից եմ կրկնում, շատ բարդ երգ է ընտրել, շատ բարդ։ Ու 14 տարեկանում երգել այսպես, դա իրոք անկեղծ եմ ասում, զարմանալու բան է։ Տենց է։ Դու հրաշալի ձայն ունես եւ լավ կատարում ես, ուղղակի չգիտեմ, դժվար է կողմնորոշվել այս փուլում, ավելի հետաքրքիր համարներ ենք տեսել մինչև հիմա։ Մենք ելնում ենք այս կոնտեքստից ինչեր ենք տեսել մենք։ Ուրիշ այսինքն տեսել ենք բացառիկ բաներ եւ դժվար է հիմա դրանով մեզ շատ տպավորել։ Ահա թե ինչն է բարդությունը, թե չէ դու իսկապես բացառիկ կատարում ցույց տվեցիր։ Շնորհակալություն ամենայն դեպս Գանե Ավդալյան, եւս մեկ անգամ ծափարենք հիանալի կատարման համար եւ արդեն լսենք վճիռը։ Ումից ենք սկսում։ Ոչ։
Ոչ մի առիթ չկա հուզվելու, մեր ձայնը գնահատական չի, մեր ձայնը այս մրցույթի կանոնները պահպանելու ցանկությունն է, ոչ։ Ոչ։ 3 ոչ։ Գայանե Աբդալյան։ Եվս մեկ անգամ Գայանե մի հուզվի, դու իրոք շատ լավ երգչու ես, ու ես համոզված եմ, որ տարիներ հետո մենք ես տեսնելու ենք մեծ բեմի վրա։ Դա միանշանակ այդպես է։ Գայանե Աբդալյան եվս մեկ անգամ ձեր գոռոն ծափարությունները։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Գայանե, դիմեցի ռիսկի, որը չարդարացվեց։ Համաձայն ես արդյոք ժյուրիի դիտարկումների հետ։ Դե համաձայն եմ, դուրս մնալուց պատճառը ինձ թվում է ոչ թե տաղանդի բացակայություններ, այլ ուղղակի ժանրի անհամապատասխանություններ։ Ռիսկի դիմել եմ ուղղակի մտածելով, որ հնարավորությունս չպետք է բաց թողնեմ այս երգը երգելու, ու կարծում եմ, որ երգը ինձ մոտ ստացվեց, ուղղակի անհամապատասխանություններ երևի ժանրի նախագծի մեջ։ Ես միշտ ցավում եմ, երբ որ ցանկացած մասնակից լքում է նախագիծը, մանավանդ այսպիսի մասնակից։ Շարունակում ենք, թաքնված տաղանդ նախագիծն է Շանթի եթերում եւ տեսնենք թե ով է մեր հաջորդ մասնակիցը։ Արմեն Մխոյան։ Բարև ձեզ։ Արմեն, նոր հնարքներով ես ներկայանալու այսօր։ Բնականաբար։ Աճպարի գլխավոր Արմեն մտավախությունը ո՞րն է։ Տարբեր հնարանքների դեպքում դրանք լինում են տարբեր, սովորաբար։ Բայց ինչից եք վախենում, հա, հետաքրքիր է, բեմի վրա։ Կոնկրետ ես հիմա չեմ վախենում ոչ մի բանից։ Այդքան վստահ եք։ Այո։ Դե այդպես էլ պետք է լինի։ Մի փորձեք լայն բացել ձեր աչքերը եւ գուշակել այս հնարքի գաղտնիքը։ Մեկ է նրանք ամեն ինչ կանեն ձեր աչքերը կապելու համար։ Բա, դիմավորեք տիկնայք եւ պարոնայք, Արմեն Մխոյան։ Ջուր ունենք։ Չսովորական ջուրը, ուզում եք փորձ։ Սկզբից սկսենք մի փոքր միկրոմագիայից, հետո կանցնենք։ Սկսենք ձեզանից, այս անգամ, անցած անգամ Սերգեյ Դանիելյան։ Ոչինչ, ասեք ստոպ։ Ստոպ։ Դրսեք խաղաթուղթը։ Նայեք։ Դրեք այդտեղ, ձեզ մոտ ինչ-որ տեղ, վերցնենք այս թուղթը, մի մասը տանք ձեզ, վերցրեք և ձեզ կտա մարկեր, հիմա գրեք այս թղթի վրա ձեր ընտրած խաղաթղթի նշանը, ենթադրենք սրտի 8, սիրտ և 8, նույն տրամաբանության, կարող եք և ցույց չտալ, ցույց տվեք կամերային, Շատ լավ, հիմա ծալեք այդ թուղթը, առանց կուլ տալու, հիմա ուշադրություն, այս թուղթը կվարվի, պատրաստ եք։ Գաղտնիքը ու հավիտյան։ Մոտը, ծուր, մոտը։ Նրան բան չի լինի ասում։ Շատ լավ, ինձ թվում է բավականին վարվեց, մեզ անհրաժեշտ էր այս թղթից ստացված մոխիրը։ Նա մոխիրը կվերցնենք, շատ քիչ մոխիր ստացվեց։ Հիմա ուշադրություն։ Անհավատալի է։ I can't believe։ Շատ լավ չստացվեց։ Չբայես է։ Մոխիրը շատ քիչ էր կարծես թե։ Տեսնենք, էսա ու կես։ Ինչ խաղաթուղթ էր։
Սա ի՞նչ է, դու ասա։ Կարծես թե խաչը։ Մի փոքր լավ չստացվեց։ Եթե անգամ գուշակի խաչը կարող ոսպիտի մնա դու տենց ես։ Խաչը գրած էր, բարձր։ Որևէ խաղաթուղթ ընտրեք, ասեք ստոպ։ Ասեք ստոպ ինչ որտեղ։ Հա, ամաչեցեք։ Ստոպ։ Արսեք խաղաթուղթը, նայեք։ Նայամ։ Դրակ։ Հիշեցել։ Դրեք, հիմա փորձենք մի գեղեցիկ ձևով ձեր ընտրած խաղաթուղթը հանել, փոքրիկ։ Մի քիչ, ես չի շարժվում։ Չէ։ Սա ձեր ընտրած խաղաթուղթն էր։ Հա։ Իսկապես։ Երբեմն ստացվում է այնպես, որ իսկապես ձեր ընտրած խաղաթուղթը չի լինում։ Տեսեք։ Իմը չի։ Այո։ Իմը չի։ Գիտեմ։ Հասցրեց փոխվել։ Իսկ ձեր ընտրած խաղաթուղթը իրականում Հա, էսա։ Հետո ինչ Հիմա խնդրենք Տիկին Վիոլետ բարձրացեք։ Ինքն շուտ է խաբնում, կարակ չանենք։ Բարձրացեք բեմ։ Ձեզ այդ կապված բեմում պլաններ ունեմ։ Միան հանգստացեք, դուք միայնակ չեք լինի, այստեղ կլինի նաև իմ օգնական Գրիշան։ Խնդրեմ Գրիշային բարձրանա նույնպես բեմ։ Դիմացը կանգնեք, ձեզ համար հատուկ շատ եք սիրում պարանել հնարանք, դրա համար ձեզ համար հատուկ բռնեք այս ծայրից, դուք այս ծայրից քաշեք պարանը ամուրը։ Շատ։ Մի քիչ լավ, տվեք, տվեք, բաց տվեք, բռնեք նորից այս ծայրից, դուք էլ այս ծայրից, ձգեք, մի քիչ էլ, ձգեք արխային ձգեք, տղան ուզում է, քաշ։ Ձգեք, մեզ ձեռ է թերևս բավական է, ինձ այս կամասը պետք է։ թերևս բավական է, հետո, բաց տվեք, լավ, հիմա կապեք մյուս ձեռքս, կանգնեք այս կողմ, որպեսզի կամերա նկարը հանի, խնդրեմ Գրիշա ինչ ենք անում։ կապեք։ Կապենք երկրորդ ձեռն էլ։ Այո։ Չգիտեմ, երևում է կամերան է։ Մի վարքյան։ Այսպես քար կապ, թե ուղղակի այսպես։ Այո, երկու տակ կապեք։ Երկու տակ։ Ես փոքր հաղթանից միշտ երկու տակ եմ կապել։ Ամուր։ Վերջ։ Շնելա։ Դուք էլ ձգեք։ Վիոլետ, ստուգի։ Ձգեք։ Միանգամից։ Ձգեք կամ կապ գցեք, եթե ցանկանում եք, ինչպես ցանկանում եք։ Հիմա կխնդրենք Գրիշային հաներ իր պիջակը։ Ինչա։ Պիջակը, կոստյումը։ Շատ ծանոթ սյուժե է, հիմա ձեռքերը կապում եք, հետո հանվում եք, բան տես հետո լավ Այո։ Հիմա խփեք իրար հետո։ Գրիգորյանը։ Հիմա մի ծայրից բռնեք դուք, մյուս ծայրից Տիկին Վիոլետան։ Վերսաչին չեղելու է սա։ Չէ, մյուս հակառակը շրջեք, վերջացրեք բաները, քաշ։ Արդեն հանես, տեսա։ Շատ հեշտ հնարանք էր, սակայն շատ դժվար այսպիսի կապը քանդելու համար։ Հիմա հաշվենք 3-ը եւ 1, 2, 3։ Կոստյումս մնաց ձեռս։ Իմը Վիոլետի։ Խնդրեմ պահեք այստեղից։ Այդ ինչ ես անում, Արմեն։ Դուք էլ պահեք այստեղից։ Հիմա պետք է ծակենք։ Գոստակենք։ Ծակելու ենք։ Ծակեց։ Պատրաստ եք, ես պատկերացնում եմ Սերգեյ Դանելյանը ոնց կուրախանա տեսնելով Գրիշայի կոստյումը ծակ վիճակում։ Ունեի չունես մի կոստյում է։ Ծակեց, Գրիշ, իսկական, տեսնում եմ։ Չխեց կոստյումը։ Հա բան չկա, չծակեց։ Ապրես Արմեն ջան։ Ծափար ենք իրոք։ Ինձ թված էլ կոստյում չեմ ունենա, պարզվեց։ Գնացեք կա։ Շնորհակալություն։
Վայ։ Քեջ նապաստակը վախից տեսար ինչ արեց։ Մի փոքր կեղտոտ է ձեր։ Վերջ, շնորհակալություն։ Արմեն Մխոյան։ Կոստյումը ստուգեցի ամեն ինչը տեղը տեղին։ Իսկապես, ես գիտեի ծակվել։ Արմեն ջան։ Լավ է։ Սերգեյ։ Այո։ Կարծիքներ։ Դե կարծիքը որն է, ես աճպարարների դեմ մի անգամից թուլանում եմ ու ոչ մի բան չեմ կարող ասել, որտեղ ասել եմ արդեն, ես չգիտեմ։ Այս նախագծում բավականին աճպարարներ է։ Այո, բոլորն էլ սա մեզ տենց էշի տեղ են դնում, տենց բան են անում, տենց ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Նախ խապ, չգիտես ինչն է լավ։ Ես գիտեմ որ խափում է ախր։ Բայց դու ո՞նց ես գտնում, առաջ ստացել։ Ասում դե parza որ ինքը գիտեր որ քարտն է, այդ արդեն է սաղ էֆեկտներ ա որ տեսեք մոխիրը բան մակրեցի տակից դուրս եկը։ Parza այդ սաղ արդեն շոու է։ Բայց ինքը գիտի որ քարտը քեզ տա։ Այդ դա է սարսափելին եւ ես ոչինչ չեմ հասկանում։ Այո։ Ես ավարտեցի։ Սերգեյ Դանելյան, շնորհակալություն։ Ես առաջին հերթին նապաստակին եմ շնորհակալ, որտեղ վաղուց այսքան չեմ ծիսարվածել։ Բայց լավ չես պահում նապաստակիները կամ դոլավ է քակլան նապաստակ երել է, ոչ ասի։ Լավ է որ իմը չէ։ Քոնը չէր Արմեն, հա? Վարձով ես վերցրել։ Չեմ մի Մյուս անգամ վարձի պամպերսի հետ միասին։ Որ մենք այդ խնդիրը չունենանք։ Լավ։ Չէ, իսկ եթե նապաստակից անցնենք բուն համարին, ապա ես տպավորված եմ։ Բոլորն էլ խափում են, Սերգեյը ճիշտ է ասում, դու էլ ես խափել, բայց շոու կար քո խափելու մեջ, խափել էլ կա խափել։ Իսկ համոզիչ է խափել։ Չէ, բացի համոզիչից համար ստեղծեց, որը իրանից ներկայացնում էր շոու։ Իսկ մենք այստեղ նաև կամ միգուցե առաջին հերթին նույնիսկ հենց դա ենք գնահատում, այդ իմաստով ինձ տպավորեց։ Բացի նապաստակից նաև համարը տպավորեց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես հասկացա, որ երբ թաքնված տաղանդը վերջանա, ես գործազուրկ չեմ մնա։ Աշկերտ կդառնան Քրիստիան երկուսով։ Եվ ես էլ տպավորված եմ, իսկապես շատ աճպարարներ են մասնակցել այս հաղորդմանը, մի քիչ էլ տարօրինակ է, ինչի այդքան շատ աճպարարներ։ Խնդրեմ ուշադրություն դարձեք, ներողություն։ Սերգեյ Դանելյանը։ Մենք ո՞նց ասեցի աճպարար եմ ասում։ Հիմա պիտի դա մյուս քթի տանցքից անես։ Ես ասեմ Սերգեյ միշտ այսպես անում քնելուց առաջ։ Մենակ դրելով։ Դրելով մյուս տանցքից անում եմ, բալգարկայով է հրաշվում եմ։ Շուշացեք։ Լավ։ Խոսացինք, ուրախացանք, պարոնայք, եկեք ըստ արժանվույն վերադառնանք մեր բարդ գործին։ Այո, սկսենք Սերգեյ Դանելյանից երևի թե այս անգամ։ Մազերը սիրուն է, չէ՞ Արմեն։ Շատ։ Միշտ այս գեղեցիկ։ Այո։ Այո։ Շնորհակալություն։ Ունենք մեկ այո։ Վիոլետ Գրիգորյան։ Ես ինքս ամագ ունեցա այս գործում, բա կարող է ասեմ Ոչ։ Ոչ, չէ, կասեմ այո։ Շնորհակալություն։ Արմենին եւ նապաստակին ես ասում եմ այո։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք Արմեն։ Բորոնցապարություն է Արմեն Մխոյանի։ Եվ ուղեկցում ենք դեպի սպասասրահ։ Արմեն Մխոյանը։ Արմեն, քեզ իսկապես հաջողվեց տպավորություն թողնել եւ ինչպես ասաց Սերգեյ Դանելյանը, խափել ժյուրի անդամներին։ Ինչ ես կարծում հեռուստադիտողը կցանկանա նույնքան խափված լինել։ Չգիտեմ, տարբեր ընդհանրապես տարբեր մարդիկ տարբեր ձևով են մտածում, բայց ինձ թվում է ամեն դեպքում էս այն արվեստն է, որ բոլորի մոտ էլ հիմնականում շատ մարդկանց մոտ տպավորություն է թողում ու հետաքրքրություն է առաջացնում։ Ինչ կտա քեզ թաքնված տաղն նախագիծը։ Դե կոնկրետ արդեն ճանաչմատվել ինչ-որ չափով եւ մեծ հաջողություններ։ Հաջողություն քեզ։
Եթե ձեզ դուր եկավ այս աճպարարական համարը, ուրեմն քվեարկեք Արմեն Մխոյանի օգտին, նրա հերթական համարն է 04։ Եվ տեսնենք, թե ով է եզրափակում այսօրվա շոու ծրագիրը։ Ռազմիկ Սարգսյան, Ռազմիկ, հայ, ոնց ես։ Բարև ձեզ։ Բարև, սկզբից բարև ենք, ճիշտ է։ Բարև Ռազմիկ ջան, ոնց ես։ Լավ եմ։ Ինչ ես ներկայացնելու այսօր։ Այսօր ներկայացնելու եմ։ Մենակ դահոլով ես ելույթ անելու։ Ոչ, 3 գործիքով եմ նվագելու։ Ահա։ Դրանք շատ կարևոր են։ Համարները իրար հետևից են։ Այսինքն 3 գործիք միաժամանակ, հա՞։ Այո, հերթականությամբ։ Հերթականությամբ։ Լավ, հիմա մենք կտեսնենք, իսկ եթե անցնես հաջորդ փուլ, հա, եզրափակիչ փուլ, ել ինչ գործիք ես ավելացնելու, Ռազմիկ։ Նախատեսել ես, ել ինչ պետք է։ Դեռ չեմ որոշել։ Դե միասին կորոշենք, հա։ Այո։ Վերջ, պայմանավորեցինք։ Դե ինչ, սպասում ենք Ռազմիկ Սարգսյանին այս բեմում։ Մեր հաջորդ մասնակիցը կապացուցի, որ հարվածել բառը նաև դրական իմաստ ունի։ Տիկնայք եւ պարոնայք, դիմավորեք։ Ռազմիկ Սարգսյան։ Ռազմիկ Սարգսյան։ Հատ վերջում ոնց արեցին են, ռախ, այն որ ժողովուրդը ուրախացավ մեր հայկական ռիթմերի մեջ, ռախ կլատակ կլատակ կլատակ։ Ջան, դե արի, Ռազմիկ Սարգսյան, լսում ենք, չէ, ժյուրի անդամների, հա, տենանք ռախ կլատակ կլա, ռախ կլատակ կլա, ռախ կլատակ կլատա, տա։ Ռազմիկ ջան, ընդհանրապես ինչով ես զբաղվում։ Հարվածային գործիքներ նվագում։ Չէ, բացի դրանից։ Ուրիշ ինչ ես սիրում անես։ Երգում եմ։ Այն բլոտը բան չաս։ Մի անգամից համ զուգահեռ համ երկես համ դղոլ խփես։ Հա։ Փորձեմ։ Հիմա կարաս փորձես։ Հա, ոնց չէ, մի րոպե։ Ինչի՞ չփորձի տես։ Հա, փորձանք չի։ Միկրոֆոն չունի։ Փորձենք։ Միկրոֆոնն է Գրիգորը կպահի։ Հա, մի կետ, մենք հիմա կորոշենք։ Սա իմպրովիզացիա է։
Ջան։ Yaro jan hetesorne ov yaruni baktavore Berlavone yaro jan hetesorne ar yar kene kene esinç kişere az kere şov Bororele ar yar kene el biuşala sardık tiras koyarız yer pegelu bilana Ռազմիկ Սարգսյան։ Հիանալի կատարում։ Ինչ լավ է Ռազմիկը երկես, չէ՞։ Հատեսնում է։ Ինչու՞ չէի նախատեսել նվագելու հետ։ Մեկտեղ նայ վերջ։ Խոսքերը ոնց էր ով Յարունի նա բախտավոր է, հա։ Հա, իսկ դու բախտավոր ես։ Յարուն ես։ Ոչ Հատ լավ մտածել Միայն դհոլն ես սիրում։ Դե քիչ էլի։ Բայց մի Ես րոպե։ տեսնում եմ ինքն էլ է քեզ սիրում դհոլը։ Բայց մի րոպե ոնց որ ունի, այնց մի անգամից չպատասխանեց։ Կա աղջիկ որ համակրում ես։ Այնպես գոնե մի քիչ էլ ինձ։ Այնց մի քիչ որ սիրում ես։ Այսքան։ Դահոլի չափ։ Կամ քիչ, կամ ավել։ Չէ, մի հատ վայ, Ռազմիկ։ Ունես։ Հա? Այն կացերին ամբալ։ Չէ, չկա։ Լավ էլ համոզելի վրա չի։ Չկա առայժմ։ Չկա, կլինի։ Այո։ Նոր բան ես անում, օրինակ արդեն դհոլից անցար, արդեն ավելի բազմապրոֆիլ, բայց ես ցավով նկատում եմ, որ մեր հաջորդ փուլ անցկացված դհոլահարներին, չգիտես ինչու հեռուստադիտողը շարքից հանում է, այսպես ասած, որովհետև քո գործընկեր Յուրան, որը նույնպես քո պես շատ լավ դհոլ է խփում, ցավոք չանցավ հաջորդ փուլ։ Հիմա ես կուզենամ մենք քեզ նորից հնարավորությունը տանք հեռուստադիտողը վճռի քո հեռանկարը այս նախագծում եւ ես դա հաշվի առնելով պետք է քվեարկեմ։ Շնորհակալություն։ Հերոսադիտողներն մի անգամ էլ հորդորենք, որ չզլանան, չալարեն, ոչ ոք ձեր տեղը չի քվեարկելու։ Դուք եք քվեարկելու կամ չեք քվեարկելու, այդքան բան։ Մենք մեր արածը կանենք եւ այսպես ասած կքաշվենք այն կողմ, բայց դուք արդեն կորոշեք։ Ինչ կլինի հետո։ Ռազմիկին երկու բառ ասելու չկա, մի խոսքով շատ գերել է այս երիտասարդը ինձ, որտեվ խփելու ժամանակ զգում ես իր հաճույքը, իր այդ տրանսի մեջ ընկնել է, այդ այսպես մեդիտացիոն վիճակը էլի մոտը սկսվում։ Սերգեյ Դանիելյանը երրորդ հարսանիքին կնվագես, չէ՞ Ռազմիկ։ Հա, հավեսով։ Ես եկա պայն միկրոֆոն։ Ռախալադիկա, շատ դուրս եկա։ Հա։ Բայց լավ երկես, չէ՞, եկեք ծափանենք եւս։ Ես չէի սպասում մենակ, անկե շատ հավեսով եմ։ Շնորհակալություն։ Ապրես։ Այս sense երեխեք մի քիչ շատ են էլի, ես իսկապես լավ ես զգում քեզ, որ մարդ զբաղվում է իր գործով, անում ամեն ինչ օրգանական, շատ այսպես ոչ մի իրեն հակաբան չի անում։ Ու ես իրան հաճիկով կգնահատեմ։ Շնորհակալություն։ Վիոլետ Գրիգորյան։ Եթե այս հաղորդումը ոչ մի բան արած չլիներ, միայն այն թե ինչպես է ինքնավստահություն տալիս երեխաներին, այդ բավական կլիներ, որ ինքը կարևոր լիներ։ Ու ես հատկապես դա նկատում եմ Ռազմիկի դեպքում։ Ես հիշում եմ, թե առաջին իր ելույթների ժամանակ ավելի կաշկանդված էր ինքը, նույնիսկ չէր էլ ժպտում, զուս, պախեցած, զգուշ, եւ հիմա տեսնում եմ ոնց է ինքնավստահ ժպտում, ծիծաղում եւ կարողանում զրուցել ու հաղորդակցվել մեզ հետ։ Հենց միայն այդ ինքնավստահությունը տալու համար պետք է իմանանք, որ այս հաղորդումը ինչ իմաստ ունի։ Իսկ այդ ինքնավստահություն ունենալու բոլոր առիթները դու ունես, բոլոր տվյալները դու ունես։ Այո, շնորհակալություն։ Շատ լավն է իր։ Շնորհակալություն։ Ապրես։ Ապրես եւ արդեն ուզում ենք լսել գնահատականները։ Ով է սկսում։ Այո։ 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 3 այո։ Շնորհակալություն։ Ռազմիկ Սարգսյան։ Շնորհավորում ենք եւ ուղեկցում ենք դեպի սպասասրահ։ Երևաց Ռազմիկ Սարգսյանը իր անբաժան դահոլով։ Ռազմիկ ժյուրին մտավախություն հայտնեց, որ հնարավոր է հեռուստադիտողը քեզ չքվեարկի, հոգնի կամ մոռանա։ Միգուցե ինչ-որ բան խոստանաս հեռուստադիտողին։ Ես չեմ տխրի։ Եթե միգուցե հեռուստադիտողից չքվեարկի, ես չեմ տխրի։ Ինչն էր ամենից կարևորը քեզ համար այս նախագծում։ Որ մասնակցեմ եւ ամեն ինչ ճիշտ անեմ։
Հաջողություն քեզ։ Շնորհակալություն։ Հերախոսի ստեղների վրա կարող եք հարվածել եւ քվեարկել Ռազմիկ Սարգսյանի օգտին։ Նրա երթական համարն է 05։ Իսկ այժմ եւս մեկ անգամ հիշեցնեմ քվեարկության կանոնները։ Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար քաղաքային ցանցի եւ Բիլայնի բաժանորդները կարող են զանգահարել 09022 22 հեռախոսահամարով։ Բիլայնի, Vivatel MTS-ի բաժանորդների, ինչպես նաեւ Արցախից քվեարկողների համար գործում է 3004 կարճ համարը։ Ռուսաստանի Դաշնությունից քվեարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել 2325 կարճ համարին, նշելով բնականաբար նախընտրած մասնակցի հերթական համարը։ Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի տարբեր երկրներից։ Այդ մասին առավել մանրամասն Շանթի պաշտոնական կայք էջում թաքնված տաղանդ նախագիծն է, դե իհարկե Շանթի եթերում։ Ահա այն մասնակիցները, ում ընտրեց ժյուրին, իսկ նրանց հետագա ճակատագիրը ձեր ձեռքում է, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ եթե կասկածում եք եւ դեռ չեք կողմնորոշվել, եկեք եւս մեկ անգամ հիշենք բոլոր կատարումները։ Պատկերացնում եմ Սերգեյ Դանելյանը ոնց կուրախանա տեսնելով Գրիշայի կոստյումը ծակ վիճակում։ Ունեի չունես մի կոստյում է։ Ավարտվեց Կիսա եզրափակիչ փուլի վերջին 4-րդ շոու ծրագիրը։ Վայրկյաններ անց կսկսվի քվեարկությունը։ Քվեարկելուց առաջ լավ մտածեք, արդյոք ճիշտ որոշում եք կայացրել թե ոչ։ Այսքանը ձեր հետ էր Գրիգոր Աղախանյանը։ Քվեարկության արդյունքները կամփոփենք հաջորդ շաբաթ օրը 22:30-ին։ Թաքնված տաղանդ նախագիծն է, դե իհարկե Շանթի եթերում։ Վաու։